Գիշեք ցեզ մե ոմանք վերջին անգամ եթե ներգային իմ պատկամիս հոգևոր թասերու շարքը այս վերնակրով պատկամը սկսա եւ TV 1-ներ անցյալ անգամ եւ այսօր TV 2-ն պիտի շարունակենք հոգևոր թասերու շարք TV 2 ուրեմն այս շարքին դարբերությունը ինչ է մնացյալ պատկամներես ուրեմն այս պատկամին մեջը ես սկսա խոսիլ 3 դարբերնյութեր փոխանակ մեկ նյութ լալու այսինքն ընդհանրապես մենք գիտենք որ մեկ պատկամի մեջ մեկ նյութ կլա բայց ես փորձեցի իրականություն պատկամի մեջ որ պիտի սկսա խոսիլ եւ այսօր պիտի խոսիմ մեկ ավելի նյութեր լա երբեմն իրարու հետ կապ ունի երբեմն իրարու հետ կապ չունի ուրեմն իմ մենիկ բայրուս մեջ ինչ որ դարներու ընթացքին ինձ օրհնություն եղած են անոնք ընդհանրապես ես գարցանակրեմ եւ անևոր ժամանակի ընթացքին կփորձեմ ցեզի հետ բաժնեցնել Ուրեմն առաջին խորհրդածությունը կամ առաջին նյութը որ գուզեմ ցեզ հետ բաժնեցնել թիվով պիտի սկսեմ 2 միլիարդ 400 միլիոն ինչ կնշանակի ցեզի համար 2 միլիարդ եւ 400 միլիոն ինչպես աստղեր ուրիշ քրիստոնյաներնի բրավո Ուրեմն 2 միլիարդ 400 միլիոնը քրիստոնյաներուն թիվն է մոդավոր աշխարհի մեջ Այսքան մեծ թիվով հետևորդներ կան Հիսուս Քրիստոսի բայց շատ քիչ թիվով աշակերտներ կան Տեր Հիսուս Քրիստոսի Տեր Հիսուս Քրիստոս հետևորդներ չի փնտրեր հաբա իսկական հավատացյալներ իսկական աշակերտներ կփնտրե Աշակերտը ով է աշակերտին հատկությունները մեկը այդ անձն է աշակերտը որ գսե ես չեմ գիտեր ես սորվելու պետք ունիմ Չեմ գիտեր վերջին անգամ տուն երբ ասիր դիրոջ ես չեմ գիտեր եթե տուն աշակերտ ես կամ աշակերտ չես չեմ գիտեր բայց վերջին անգամ երբ ասիր ով դեր ես չեմ գիտեր ինձ սորվեցուր Եվ եթե ասիր ինչ նյութի համար ասիր որ ով դեր ինձ ասի ինչ նյութը սորվեցուր Վերջին անգամ մեկը գավոր բամը ասավ դիրոջ սորվեցուր Շատ լավ Ուրեմն առաջին բանը, առաջին վերնակիրը դեսնենք այսօր խորհրդածության, թիվ 1 աղոթել սորվիլ։ Իսկական աշակերտը, եթե ոչ մեկ բան չսե, կոնե գսե ով դեր ինձ աղոթել սորվեցուր։ Նման բանը հանդիպած ենք Աստվածաշունչի մեջը։ Այո։ Դեսնենք համարը Ղուկաս 11 եւ առաջին համարը գսե Անանոր եւ որդու եւ օգին սրբո ամեն գսե դերմը աղոտ կներ երբ թատրեցավ իր աշակերտները մեկը ասավ իրեն դեր մեզի աղոտ կներ սորվեցուր ինչպես Հովաննես իր աշակերտներուն սորվեցուց Ուրեմն այս նախատասության վրա շեշտ տնեմ դեր մեզի աղոտ կնել սորվեցուր Հետաքրքրականը որ երբ ուսումնասիրեցի նոր ուխտին մեջ չկա դերմը որ ոյեմիկ անց գսե որ Տեր Հիսուսին ինձ սորվեցուր կամ աշակերտներն մեկը քալով օրը չսա որ մեզի ով դեր կարոզել սորվեցուր մեզի հրաշք կնել սորվեցուր մեզի ղեկավարել սորվեցուր մեզի դալ սորվեցուր բայց միայն մեկ դեր գալ նման նորուխտին մեջ որ աշակերտները մեկը ուքա գսե որ մեզի աղոտ կնել սորվեցուր Սկսեմ մտածել, որ արդյոք ինչու համար աղոթք ուզեցին սորվիլ, աղոթել ուզեցին սորվիլ։ Ինչու համար ուրիշ բան չէ, բայց աղոթել, երբեք մտածած ես այս հարցումի մասին։ Ինչու համար ինչ խելքը պետք է սկսենք, որ այս հարցումը, այս խոսքը ասավ։ Գգազեմ քանի պատճառներ կան։ Գխորին պատճառներն մեկը, որովհետև Անոնք իրենց արջև դեսան դիբարմը, լավ օրինակմը, Հիսուս որպես աղոթող անձմը, իրենց այս բատկերը, այս դիբարը չապազանց զորավոր գերբով դպավորեց, այդ աստիճան, որ իրենց ախորժակը բացավ, և իրենք ալ ուզեցին աղոթքի մարդը լալ, իրենք ալ ուզեցին աղոթել սորվիլ, իրենց վարդապետին պես, իրենք ալ աղոթել սորվին, Գնալ պատճառները մեկը գտեսնեին թե ինչպես Հիսուս
աղոտքի գտիմեր եւ աղոտքի ժամանակ կդրամացրեր մանավանդ ծառայություններեն առաջ, ծառայություններուն համար գաղութեր, դժվար որոշումներեն առաջ գաղութեր եւ դեսան թե շատ կարեւոր է իրեն ծառայություններուն մեջ, քալիք առնվելիք որոշումներուն մեջ, իրենց ցանկներս իրեն կալ պետք ունին աղոտքի, պետք է աղոտել սորվին։ Հավանաբար մտածեցին նաեւ, որ մենք կուզենք ճիշտ երբով Աստծո հետ հաղորդակցել։ Աղոտքը Աստծո հետ հաղորդակցել է։ Ճիշտ երբով կուզեն Աստծո հետ խոսել, եւ այդ մեկը Դեր Հիսուս լավագույն երբով իրենց կրնար սորվեցնել, որովհետեւ իր ուսուցումը, իր աղոտքը մնացյալ վարդապետներին դարբեր էր։ Գկարձեն պատճառները մեկը, որ ինչ-որ արդեն հատվածի մեջ կա, որ գուզեին նաև ինչպես ուրիշ վարդապետներ իրենց աշակերտներուն աղոթել գսորվեին, աղոթքի ցևեր ունեին, այդ օրերուն մեջ շատ վարդապետներ կային, ռաբբիներ կային։ Հիսուսը այդ ռաբբիներեն մեկն էր, այդ վարդապետներեն մեկն էր։ Այ մեկ վարդապետ իրեն հատուկ աշակերտները ուներ։ Իրենք լսին, որ ուրիշները սորվեցուցին իրենց աշակերտներուն, դու մեզ սորվեցուր։ Անշուշտ Հիսուս այս իրենց խնդրանքը ընդառաջեց եւ իրենց սորվեցուց աղոթքի ցևը դվավ, բայց միակը չէ։ Աղոթքի ցևը որ դվավ, մենք գիտենք դերոնական աղոթք կսենք, հայրմեր կսենք, կգոչենք եւ այդ աղոթքը սորվեցուց։ Սա չի նշանակել, որ մենք այդ աղոթքեն զատ ուրիշ աղոթք պետք է չաղոթենք։ Անշուշտ սրդապուխ աղոթներ գրնանք աղոթել, որովհետեւ Սուրբ Օքին բարդականությունները մեկը մեզի մեր մեջ կկործե, որբեսի մեզի մեր ճշտամունքի մեջ, մեր աղոթքի կյանքի մեջ մեզի առաջնորդե։ Շատ լավ, ինչպես կրնանք սորվել աղոթել։ Մեկը աղոթքը ինչպես կսորվի։ Կորզնական ինչ քայլեր կան։ Եթե այսօր մենք ասենք ով դեր մեզի աղոթել սորվեցուր։ Դերը մեզի ինչ ցևով կսորվեցնի աղոթքը։ Կորզնականորեն աղոթելով, լսելով, այո, իր խոսքը գարտալով, շատ ճիշտ են այս պատասխանները, այո։ Առաջին բանը անշուշտ հարադև գրնանք խնդրել եւ ասել ով դեր աշակերտներուն նման դեր մեզի ինձի աղոթել սորվեցուր։ Եվ դերը կպատասխանե։ Նաեւ մենք կսորվենք, երբ որ աղոթքի մասին ուսումնասիրություններ կգարտանք, քիրքեր կգարտանք, համարներ կգարտանք, հատվածներ կգարտանք աղոթքի մասին Սուրբ մեջ, բատկաններ կլսենք աղոթքի մասին եւ կլսենք նաեւ մեր քույրերուն եղբայրներուն, որ մեզ մեկ քիչ ավելի հին են, իրենց աղոթները երբ որ գլսենք, մենք կսորվենք աղոթքի մասին, աղոթել կսորվենք։ Գերբերը մեկը ժամանակ դրամացրել լանհատական կամ խմբային եւ միասնապար աղոթել։ Աղոթքը ինչպես որ ասվեցավ, աղոթելը աղոթելով գրնա սորվել։ Ոյ մեկ լեզու մեկը միան լսելով չի սորվիր, նայ պետք է կորձածե։ Մգանը կորձածելով գզորանա։ Աղոթն այսպես է, աղոթելով կո աղոթքի ցանկը գզարկանա։ Ինչ կաղոթես, աղոթքի մեջ կլա Սուրբ Օքին քեզի գոքնե եւ նայ Սուրբ Օքին ալ քեզի գսորվեցնե թե ինչ բաներ պետք է աղոթես, գարաշնորհը քեզի աղոթքի մեջը։ Մագարնալ ասես որ մենք թերևս աշակերտները նորեկ էին, չէին գիտեր աղոթել եւ խնդրեցին եւ Հիսուս սորվեցուց իրենց իր դիբարովը, ուսուցումներովը եւ այլն։ Բայց ասես որ անոնք նորեկ էին, մենք հին հավատացյալներ ենք, մենք գիտենք աղոթել, ինչու պիտի խնդրենք։ Իրականության մեջ հին հավատացյալներ պետք ունի աղոթքի։ Ինչու համար, որովհետեւ մեր հաղորդակցությունը դերոջ այդ սահման չունի։ Մեր դեր անսահման անձնավորություն մնե։ Այս խորությունը, որ մենք ունենք աղոթքի, վերջ չունի։ Գրնանք մեր աղոթքի կյանքը խորացնել, զարգացնել, մինչև երկինք հասնենք։ Անոր համար, նույնիսկ թե մենք հին հավատացյալը լանք, մենք թարսյալ գրնանք ասել դեր մեզի ինձի աղոթել սորվեցուր։ Եվ դիտեսնես որ ինչպես աղոթքի կյանքը կզարգանա, կփարքավաճի եւ կխորանաս աղոթքի կյանքի մեջ։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք եւ դիրոջ ասենք սրդանց քալիք հանգրվանին համար ով դեր ինձի աղոթք ընել սորվեցուր։ Այսօր եթե դու այս աղոթքը կփարչացնես սրդանց դիրոջ վստահ եղիր որ ինչպես 2000 տարի առաջ
դերը լսեց, ընթարաչեց, պատասխանեց իր աշակերտներուն աղոթքը եւ անոնց աղոթել սորվեցուց, եթե դու իսկապես լուրջ ես քո փապակիդ մեջ, սրտանց գխնդրես, որ դերը քեզ աղոթել սորվեցնե, աղոթքի ցանկը զարգացնե, վստահ եղիր, նույն դերն է, ներկայ է, քո դերը դե, դու նրա աշակերտն ես, նույն խնդրանքը գրնաս խնդրել, նույն դերը, նույն ձևով գրնա քեզ պատասխանել։ Միայն լրջությամբ սրտանց խնդրե, հավատքով խնդրե, եւ դերը պատրաստ է։ Բահմը հաջիս քու խոսքերով դիրոջ էսե, ով դեր ինձ աղոթել սորվեցուր։ Ամեն, ամեն։ Շարունակենք մեր խորհրդածությունները եւ անցնենք մեր երկրորդ խորհրդածության այսօրվա։ Մեր երկրորդ խորհրդածությունը պիտի ըլլա դարձյալ իմ մենիկ բայրես մեկն է։ Այսօր աշխարհի մեջ, աշխարհի մեծամասնության ունեցած մարդահրավերը դժվարությունը մեծամասնության աշխարհի, որ գդարաբին մեծամասնությունը, այնալ մտային ծրվածությունն է, մտքի ծրվածությունը, գետրոնանալու դժվարություն ունի մարդիկ այսօր, մանավանդ բադանիներ, մանավանդ բզիկներ եւ այլն։ Մեջը լալով անշուշտ մեծ էր։ Եվ այս մտքի ծրվածությունը, գետրոնանալու դժվարությունը, որ ունին մարդիկ, նաև իզորու է հավատացյալներուն համարալ այս խոսքը։ Հավատացյալներ մենք դժվարություն ունենք գետրոնանալու աղոթքի ընթացքին։ Պաշտամունքի ընթացքին։ Պատկամը կամ այսօրվա պաշտամունքը սկսել են ի վեր, թուն որ հոս մարմինով ներկա իր։ Առնվազն քու միտքդ մեկ անգամ ծրվեցավ, կացիր, ոստերեն ելար, կացիր ուրիշ բան մտածեցիր ետ եկար։ Առնվազն մեր մտքերը շուտով գծրվին։ Գետրոնանալու դժվարություն ունենք։ Մեր երկրորդ խորհրդածության նույնը պիտի լա այսօր աղոթել գիտակցաբար կամ գիտակցությամբ։ Համար մգար նորուխտի մեջ ինձ համար շատ հստակ չէր, գգարտայի, բայց միտքը շատ հստակ չէր։ Եվ օրը բավական ուսումնասիրեցի քիչ խորհուրդ կերպով եւ օգտվեցա, օշնվեցա գուզեմանի գացեզի այդ բաժնեկցիլ։ Հռոմեացիս 12:1-ը արդ գաղաչեմ ցեզի եղբայրներ, աստծո ողորմությունով, որ ծեր մարմինները ընձայեք գենթանի զոհմը սուրբ աստծո հաջելի, որ է ծեր փանավոր բաշտոնը։ Հստակ է, չէ՞։ Հստակ չէ համարը։ Ինչը հստակ չէ, որ մեկ բառը չի հասկացար։ Անգեզալոմը վերջին երկու բառերը ինձ համար շատ հստակ չէր։ Փանավոր բաշտոնը, ինչ կնշանակի փանավոր բաշտոն։ Փանավոր։ Բաշտոն բառը կնշանակի նաև հոմանիշ բառերեն մեկը, իմաստներեն մեկը հայերեն լեզվի մեջ պաշտամունք։ Փանավոր, փան բառեն առաջ եկած է, միտք։ Ուզեցի որպես վստահ լամ հունարեն բնակիրը բացի եւ դեսա կորզածված բառը ինչ է եւ ուսումնասիրեցի իմաստը, հունարենի մեջ լոջիկոս բառն է, լոջիկոս, որ անգլերենի մեջ ալ հունարենեն արածեն լոջիկ բառը, որ կնշանակի միտք կամ դրամապանություն։ Այսինքն այս համարին համաձայն դերը մեզ մե գագնգալ է, քեզ մե գագնգալ է, որ քու աղոթքդ Հարապանությունը, բաշտամունքդ ըլլա փանավոր։ Այսինքն ինչ, այսինքն ըլլա քիդակցապար, քիդակցորեն, հասկնալով ըլլա գու բաշտամունքդ, գետրոնացած ըլլա, հստակ բայձար մտքով բաշտամունք ունենաս,
որովհետեւ պաշտամունքդ հաճող ըլլա պետք է որ քու պաշտամունքդ փարապանությունդ աղոթքդ ըլլա հստակ կերպով մտքի գետրոնացումով եւ ոչ թե ծրվածությամբ լավ եթե ես գետրոնացած կերպով չաղոթեմ եթե միտքս քիչ մծրված է քիչ մտմրած եմ հիվանդ եմ եւ գաղոթեմ դերը գլսե անշուշտ գլսե մենք ոս աղոթքը լսվելու մասին չենք խոսիր երբ որ տուն գաղոթես գփարապանես դերը գբաշտես կիդակցապար հասկնալով այս բարակային տուն գոշնվիս տուն դերոջը ներգայությունը գվայլես այս է դարբերությունը գրնալալ տուն շատ ավելի լավ ազո ցայնը գլսես նոր հոգևոր թասեր գրնաս սորվիլ երբ որ ազո խոսքը գարտաս եւ այս ծավալ կու պաշտամունքդ մագերեսային չլար եւ որովհետեւ կիդակսապար եւ գետրոնացած գերբով աղոթքը եւ փարապանությունը պաշտամունքը շատ կարեւոր է չարի ինչ կնե գփորձե ամեն գերբով կու միտքը ծրվել հերացայ մգուկա մեսեջ մգուկա բզդիգը գուլա ոյ մեկ փամա Մատթեոս 6:7-ի մեջ կսե երբ աղոթ գնեք հեթանոսներուն բես շադախոս մի իլակ վասնզի գգարձեն թե իրենց շատ խոսելուն համար պիտի լսվի անշուշտ հոս դեր սելչուզ էր որ ծեր աղոթքը մի գրկնեք գրնանք մեկ աղոթքը գրկնել ամեն օր նույն աղոթքը աղոթել նույն անիգա չէ բայց դեր Հիսուսին ասածը որ այն adեն գարձեին որ այսպես օտոմատիկորեն մեքանիկական գերբով նույն բարը եթե գրկնես դերը գլսե այդ աղոթքը դեր այդ տեսակ աղոթքը չի փափակիր դերը գուզե որ տուն կիդակցորեն հասկանալով իմանալով տուն աղոթես եւ Մատթեոս 6:6-ի մեջ գիտեք այս հայտնի համարը որ գսե իսկ տուն երբ աղոթ գնես մդիր քու ներքին սենյակդ ու թուրդ կոցե եւ աղոթ կրե քու հորդ որ քաղդուկ դեր գտնվի եւ քու հայրդ որ քաղդուկը գտեսնե քեզի հայտնաբես հադուցում պիտի անե նոր թարգմանությունը այս համարին լսած եք նոր թարգմանություն մգա աշխաս իմ թարգմանությունս է դակավի մեկը չէ լսած Մատթեոս 6:6 այսպես կսե իսկ տուն երբ աղոթ գնես մդիր քու ներքին սենյակդ եւ մոբայլդ կոցե եւ աղոթ կրե քու հորդ նշմարեցիք դարբերությունը ինչ է Հիմա հարցը ներգայիս սենյակը չէ, սենյակ մտնելը չէ, սենյակին թուրը կոցելը չէ, հարցը մոբայլը կոցելն է, բոլորից դարաբանքը ասե, ես չեմ մեղատրել մեկոմը, կսեմ բոլորից դարաբանքը ասե, եթե մենք կուզենք ավելի լավ աղոթ կնել, կոնե աղոթքի բահուն մոբայլը կոցենք, հերացնենք մեզ մե, բայց դժվար գլա, փագած է չէ որ մեր ցերքին, գհրես ետ կուկա, ինչու համար դերը գուզե որ մենք թուրը կոցենք, որբեսի անչադվենք, որբեսի այդ բաները, որ մեր միտքը գծրվեն, որբեսի այդ բաները, որ մեր գետրոնացումը գխանկարեն, անոնց թուրը կոցազելանք, անոնք հերացնենք, որբեսի մեր հաղորդակցությունը աշխարհին հետ անչադենք, կդրենք եւ մեր հաղորդակցությունը սկսենք երկնքի հետ, դիրոջ հետ։ Երբեմն գիտեք, որ մենք անհատական կամ խմբային կերպով, երբ որ գաղոթենք, մեր աչքերը կկոցենք։ Սոկիկի մեջ դեմը կրված է աչքերից պետք է կոցենք։ Ոչ, ինչու կկոցենք։ Որբեսի ավելի լավ երբով գետրոնանանք։ Շատ լավ բան է։ Գետրոնանալու համար, ավելի լավ երբով աղոթելու համար, որբեսի մեր տեսողությունը այս աշխարհեն անչադենք եւ մեր հոգեվոր աչքերը բացվին թեպի երկնային հոգեվոր աշխարհին լավ գլա եւ ճիշտ գլա մեր աչքերը կոցենք։ Եվ այդպես աղոթենք։ Իրականության մեջ գարջ աղոթքի բահմը, գարջ փարապանության եւ պաշտամունքի բահմը, որ կիդակցությամբ կլա, գետրոնացած կլա, ավելի լավ է, ավելի ճիշտ է, փախտատմամբ երկար ժամերով աղոթքի, որ կիդակցությամբ չէ, մտքի ծրվածությամբ է։ Այսինքն դե երկու ընդրություն տնեմ քո արչեվդ, մեկը սեմ որ 10 վարգան
դու տագիբես աղոտ մգրտնե առանց մտածելու ծրված մտքով մյուսը դրությունը դու երկու վարյան աղոտ է բայց գետրոնացած սրդանց զորավոր փապակով այս բարակային այդ երկու վարյանը ավելի աստեցիկ է քան թե այդ 10 վարյան աղոտքը որակը շատ ավելի կարևոր է քան թե քանակը Կորզնականորեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր մտքի ծրվածությունն ազատենք, որպեսզի կարողանանք մեր մտքի գետրոնացումը ավելցնել աղոթքեն առաջ։ Աղոթքեն առաջ պետք է մենք գետրոնանանք։ Ինչ պետք է անենք, որ գետրոնանանք։ Բրավո, գխնդրենք, խնդրել են վերջ ինչ պիտենենք, աղոթել են առաջ, Ուրեմն մեկ վարյանը ժամանակ պիտի դրամատրես, միայն մեկ վարյան ավելի չէ, շունչ առնելու։ Ուղղակի արդեն շունչ կառնենք, չէ։ Մենք սովորական երբով շունչ կառնենք, այո, անոր մասին չէ խոսքը։ Բահմը խորունկ շունչ առ 6 կամ 7 երկվարյան քիթետ մեկ երկու երկվարյան գեցիդ եւ բերնետ 4-5 երկվարյանվա ընթացքին այդ շունչը դուր։ Փորձենք մեկ հատ, եկեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, սպասենք 1, 2 երկվարյան, հիմա դանք մեր պերնեն, 1, 2, 3, 4, 5։ Հիմա սորվեցանք ինչպես կրնանք կետրոնանալ։ Այս մեկը, այս փորձը, կորզնականորեն, եթե ընես 2-3 անգամ, 4 անգամ, աղոթել են առաջ, ազո խոսքը գարտալ են առաջ, փարապանություն են առաջ, Քեզի գվստահեցնեմ փորձարապար գսեմ գվստահեցնեմ որ ցուն ավելի լավ երբով պիտի կետրոնանաս որովհետև ավելի լավ օդ եւ օքսիգեն պիտի երթա մտքիդ եւ ավելի պիտի արթնանքու միտքդ մենք ընդհանրապես լավ երբով շունչ չենք առներ այս մեր արդիկ ցանկին պատճառով բավարար մեր շնչառությունը լավ չէ հետեւաբար մեր կետրոնացումն ալ գնաբազի գոկնի այդ մեկը որ մեր կետրոնացումը նվազի հետեւաբար այս փորձը պետք է անենք որովհետեւ մեր գետրոնացումը ավելնա։ Եվ ասիկա փորձեցեք եւ դարբերությունը պիտի տեսնեք։ Եկեք մեր գլուխները խոնարեցնենք։ Մինչ աղոթքի պիտի սկսենք փորձել այսպես, այս մարզանքը, այս փորձը անել, մի քանի երկվարյան փորձը անձնական երբով խորունկ շունչ առնել, մի քանի երկվարյան։ Ետքը գամած մի ետ այդ շունչը դուր Եվ հիմա ինչ պիտի աղոթենք, դիրոջ սեով դեր, ոչ թե միայն ինձի աղոթ կնել սորվեցուր, հաբա, ինձի գետրոնացած և կիդակցապար օգնևոր աղոթեմ։ Գետրոնացած և կիդակցապար։ Չեմ գիտեր ինչ կսկաս, որ այս բահոն արդյոք դերը գլսե, չի լսեր այս աղոթքդ։ Իր գամքին համացայն է կամ ոչ։ Բայց այսօր երբ որ թուն սրդանց այս մեկը գխնդրես, դերը անշուշտ է այս բահուն, ոչ թե վաղը, այսօր, որ իր գամքին համացայն է, այսօր կպատասխանե։ Ամեն։ Եկեք երթանք մեր այսօրվա երրորդ եւ վերջին խորհրդածության այսօրվա մեր նյութին։ Այսօր այդպես բադահեցավ, որ երրորդ նյութս ալ խորհրդածությունս ալ աղոթքի մասին է։ Ես շատ աղոթեցի այսօրվա նյութին համար, շատ մտածեցի։ Գարձեմ թե դեռ այս 3 խորհրդածությունները սրտիս վրա դրավ 3-ն ալ աղոթքի մասին էին։ Գբադահի որ ոյ մեկ հավատացյալի հետ գբադահի որ երբեմն գաղոթի հավատացյալը բայց աղոթքեն վերջ չսկար որ աղոթքը լսվեցավ կամ պատասխանվեցավ աչքերը գփանա փոփոխություն չկա աղոթել են առաջ ինչպես էր աղոթել են վերջալ նույնն է համը չկա կարծես թե համը չի աղոթած եւ գսկա որ իր խոսքերը որ արցագեց օթին մեջ ծրվեցան քացին անիմաստ խոսքեր էին
վստահ չլար, որ դերը պատասխանեց կամ ոչ։ Քրեթե գարձեմ որ ամեն հավատացյալի հետ օրը առնվազն մեկ անգամ այսպես փամը բադահած է։ Մեկը գա որ այսպես բադահած է դա։ Կամ չէ բադահած ավելի ճիշտ է։ Բոլորս ալ։ Նորմալ է, շատ բնական է, որպես մարդ այս ապրումը գունենանք բոլորս ալ։ Երրորդ մեր խորհրդածությունը պիտի լա թիվ 3 աղոթել եւ սպասել։ Աղոթել եւ սպասել։ Երբ որ մենք գարտանք Դանիել 9-րդ գլուխը, հոնգը տեսնենք, որ Դանիել փափակ ունեցավ աղոթքի, ազո խոսքը գարտար եւ գաղոթեր որոշ նյութի մասին, ժողովրդի վերադառնալու մասին եւ այլն այդ քերութենեն։ Եվ չենք գիտեր, որ իսկապես այդ աղոթքը լսվեցավ կամ ոչ։ Չենք գիտեր։ Բայց ժամանակը վերջ ըստ երևույթին ինքը շարունակեց աղոթել ժամանակը գարկը մեգնապաններու համացային, որ այդ ժամանակը մոդավորապես 2 տարի էր։ 9-րդ գլխում մեջ աղոթեց, մոդավորապես 2 տարի անցավ, մոդավորապես 10-րդ գլխում մեջ գտեսնենք այդ իր աղոթքին մասին քրությունը դեսնենք թեփում գբադայի դեսնենք ինչ եղած է։ Դանիել 10-րդ գլխուն 12-րդ համարը գգարտանք կսե ուրեմն հրեշտակը երևի իրեն եւ հրեշտակը իր հետը կսկսի խոսել։ Գսե ան, այսին հրեշտակը ինձ իսավ Դանիելին գսե։ Մի վախնար ով Դանիել, քանզի այն առաջին օրեն ի վեր որ քու սիրտդ դվիր հասկանալու եւ քու աստծույթ արչեւ քու անցդ խոնարհեցուցիր քու խոսքերդ լսվեցան ու ես քու խոսքերուդ համար եկա շարունակեց աղոթել բայց կրնալ ինքը շատ վստահ չէր որ իր աղոթքը լսված էր առաջին օրեն բայց հրեշտակը գուկա իրեն հստակացում մգնե հայտնություն մգուդա գսե այն առաջին օրեն ի վեր այդ օրեն որ առաջին անգամ սկսավ այդ նյութին համար աղոթել ինքը փոփոխությունը չտեսավ համը չի փոխվեցավ 4 կողմը նայեցավ նույնն է աղոթքին առաջ նույնն է աղոթքին վերջ նույնն է գսե քու խոսքերդ լսվեցան ոս աղոթքի գակնարգի այսինքն քու աղոթքը լսվեցավ երբ որ տուն մեգումը խոսք ուղես մեգումը դառնաս եւ հետը խոսիս գնալալ քեզի գլսե կամ չի լսեր լսելեն վերջ գնալալ կպատասխանե կամ չի պատասխաներ բայց երբ տուն գսկսիս խոսքդ ուղել աստծո անցին երբ որ տուն գսկսիս խոսիլ ով դեր գսես եւ խոսքդ դիրոջ գուղես այդ նախատասությունը նույնիսկ թե մեկ փարալ լա աստված անպայմանորեն 100 միլիոն գլսը չի գրնար որ բադահիլ որ տուն խոսք ուղես աստծո անցին եւ դերը չի լսե այդ խոսքերդ բարունակությունը գհասնի իրական շնորհին գլսե գհասկնա ասածդ եւ իր իմաստությամբ գորոշե թե ինչ պիտի անե ամիջապես պատասխանը գրգե քեզի կամ հետացկե կամ երբեք չպատասխանե քու այդ աղոթքիդ անշուշտ երբեմն եթե դերը կպատասխանե մեր աղոթքը քիչ ուշացած կերպով երբեմն գուշացնե գեհրացկե դիդմամբ իր իմաստությամբ ինչու զանազան պատճառներ կան գրնալալ դերը գուզե որ քեզի համբերանք սորվեցնել գրնալալ դերը քեզի խոնարհություն պիտի սորվեցնե համը պիտի փոխել քո կյանքիդ մեջ կամ քու հավատարմությունդ պիտի քննե երբեմն կբադաս գիտե որ քո խնդրածը ճիշտ է բայց գուշացնե այդ պատասխանը որբեսի դեսնե որ իր լուր գեցած ադենը դու ինչպես պիտի վարվիս մարմնավոր երբով պիտի վարվիս ոչ թե հոգևոր երբով պիտի վարվիս պիտի շարունակես իրեն վստահիլ կամ ոչ
Պիտի շարունակես իրեն սիրել, թե ոչ քու ուզածը չդվա վսելով սերդ պիտի բացի։ Մեզի քնութենե գանցն է երբեմն։ Անուն համար երբեմն գուշացն է պատասխանը։ Երբեմն շուտով կպատասխանե։ Եվ երբեմն ալ շուտով կպատասխանե, գարցագե պատասխանը, ինչպես որ Թանիելին բարակային եղավ, պատասխանեց, բայց ջամփուն ընթացքին արկեկմը բատնեշ մի ելավ։ Արկիլող տիվային ոգիներ ելան եւ ճուզեցին, որ այդ պատասխանը երկնքեն, արձակված պատասխանը թեպի երգիր Թանիելին հասնի։ Այս ընթացքին Թանիելին ջրավ, Թանիել մնաց իր հավատքի մեջ, մնաց իր հավատարմության մեջ, մնաց իր սիրի մեջ, շարունակեց ազոհուսալ եւ հավատարմությամբ շարունակեց աղոթել։ Այս պատճառով այդ արկիլափակված աղոթքը սադանային չևերուն գոմեն պատճառ եղավ, որ աղոթքը, որ Աստված հրեշտակներու փանակը քունթերը գրգե ավելի զորավոր եւ հաղթե տիվային ուժերուն եւ արցակվի այդ աղոթքի պատասխանը եւ աղոթքի պատասխանը շարունակվի եւ թեպի երգիր հասնի։ Ուզեմ այս բանը լավ լսես, քուրիս եղբայրս։ Այդ բահուն լավ լսե։ Այդ բահուն ով դեր գսես, կնշանակե դու պիտի սկսես աղոթել եւ խոսքդ ազո պիտի ուղես։ Այդ ամեն մեկ փարը, որ պիտի արցակես, երկինք կերտա, գջեղկե երկինքը եւ դերոշը կհասնի, եւ այդ աղոթքը երկինքի մեջ երկրաշարժ գնե։ Փոփոխություններ առաջ կբերե։ Բادرազմ գրճագե չարինտեմ։ Չարին քունտերը գսկսին շարժիլ։ Տիմացան հրեշտակները գբادرազմին։ Աղոթքը այսքան մեծ ասացություն ունի։ Այս ճշմարտությունը, որ սադանան մեզ մելավ գիտե։ Դու գիտե ինչ կբադահի իրեն քո աղոթքիդ պատճառով։ Աներևույթ երկինք մգա, որ մենք մեր աչքերով չենք գնար տեսնել, օթի մեջ տիվային ոգիներ կան, միայն ժամանակ հրեշտակներ, այս աղոթքով թուն գրնաս հոն հասնել եւ աստել տիվային օթին մեջ այդ աշխարհի մեջ ինչեր կբադահին։ Աղոթքով գրնաս բաներ փոխել։ Կսես որ ես ով եմ, որ ես ասում։ Թուն գրնալ առանց դիրոջ ոչինչ ես, բայց դիրոջմով թուն հզոր ես։ Ոչ թե մեր վարպետությամբ, մենք Հիսուսի անունով գաղոթենք։ Հիսուսի արյան պաշտպանությունը ունենք։ Հիսուսի անունը հզոր անուն է։ Իրեն գաբավինենք։ Հզոր անուն է։ Անուն համար է, որ մեր աղոթքը աստեցություն ունի։ Երբ որ գուքանք եւ չարին գսաստենք, չարը մեզի չի տեսներ։ Մեր արչև գեցողը, մեր եւ իր միջև մեջտեղ գեցող Հիսուսը կտեսնե։ Քեզ չի տեսներ։ Անոնական մենք երբ որ պիտի աղոթենք, այս հավատքով աղոթենք, այս վստահությամբ աղոթենք։ Հավատացյալին, մեկ հավատացյալին աղոթքը մեծ ասացություն ունի։ Թանիել առանցին աղոթեց, ինչեր եղավ։ Հապա եթե երկու հոգի աղոթեն եւ միապանին եւ աղոթեն, ինչ կլա։ Եթե երեք հոգի լան, եթե մի քանի հայր հոգի լան, շատ բաներ կփոխենք։ Ուրեմն մենք ենք եղեր պատճառը մեծ փոփոխություններ չլալուն, ասված չէ, ասված զենքերը մեծի դված է, աղոթքը ամենամեծ զենքն է, բայց խնդիրը մենք չենք համոզված, որ մենք զորավոր զենք ունենք, հետևաբար չենք կործածեր, որ աստեցիկ կերպով։ Թանիելի այս օրինակը մեզի քաչալերան կլա աղոթքի, քաչալերան կլա հավատքով աղոթելու, վստահությամբ աղոթելու, որ այս մահում, որ ես հիմա աղոթեցի, հիմա դերը լսեց այս աղոթքը, հիմա դերը որոշում արավ, թե ինչ պիտի ունե, հիմա երկնքի մեջ փոփոխություններ եղավ, այս հավատքով աղոթենք, քույրեր եղբայրներ, այս հավատքով աղոթենք։ Շատ անգամ ինչ կլա գիտեք, գերտաս օթոգեան գսպասես քու բարեկամներդ, սիրելիներդ, որ սա ինչ եգրեն, ջամփա ելան, բայց գսպասես եւ գսպասես օթոնավը չեղավ, ուշացավ։
Հոնդերեն լու արած ես որ օտնավը ջամփայելավ։ Բայց կսպասես։ Եթե դու հուսահատիս կփավեգես ասկեվեջ քալու երես չունի, ցիկեմ դունի երթան։ Գնալ սիրելիներդ կուքան, գահստին եւ չես թիմավորիր իրեն։ Շատ անգամ այսպես կլա։ Մենք գաղութենք դերը կպատասխանե, բայց որև աղոթքի մեջ չենք հարադեվեր, չենք սպասեր։ Անորոշ աղոթքին պատասխանը գուքա եւ գորսվի եւ չենք ստանար։ Այս մեկը թող մեզի քաչարերը որ մենք շարունակենք աղոթել այդ նյութերուն համար, որ մենք հուսահատած ենք։ Գսենք որ հույս չի գա, պատասխանվելու երես չունի։ Աստված կնա ո՞ե մեկ ժամանակ պատասխանել։ Իր ժամկետին սպասենք, իր ժամկետին սպասենք։ Սպասենք այդ ժամկետին։ Վերջին մեկ գաղափարը, որ գուզեմ ասել, երբ Աստված լուր է, չի խոսիր գոր, չի պատասխաներ գոր, ցայմը չգա, հաջիս թուն լուր մի գենար։ Շատ անգամ ինչ կլա, Աստված լուր է, վերջացավ, ես ալ պիտի լրեմ, ես ալ պիտի չաղոթեմ այլևս, ես ալ այսպես, ես ալ այսպես մի մտածիր երբեք։ Հիսուսի աշակերտը այսպես չի մտածիր, հոգևոր հավատացյալը այսպես չի մտածիր։ Այո, գուքա գդգարանանք, բայց ինքզինքը դարձյալ քաչալեր է։ Գուսահատենք, այո, մարդ ենք, անշուշտ, բնական է, դարձյալ իրար քաչալեր ենք, որ ոտքի ելենք։ Սպասենք աղոթքով, հարադևենք աղոթքով Հիսուսի անունով։ Հալելույա, հալելույա։ Հալելույա։ Վերականգնենք այս գեդերը եւ աղոթքով շարունակենք եւ փակենք մեր պաշտամունքը։ Հոգեվոր տասերու շարք TV 2-ներ այսօրվանը եւ 3 խորհրդածություններ, որ աղոթքի մասին լսեցինք, աղոթել սորվիլ, ուրեմն դերոջս ով դենզի սորվեցուր, աղոթել սորվեցուր, զանազան գերբերը հիշեցինք, որ ինչպես կնանք սորվիլ, երկրորդ աղոթել գիտակցաբար, հասկանալով գիտակցությամբ գետրոնացած գերբով աղոթենք, փարապանենք եւ ազոխոսը գարտանք, եւ երրորդ աղոթել եւ սպասել։ Հիշե, որ աղոթքդ մեծ ազդեցություն ունի։ Եկեք, եթե գուզեք, ոտքի վրա գնանք եւ սկսենք աղոթել այսօր։ Եթե քո ցանկիտ մեջ այսօր փամը գա, որ գիսավարտ մնացել է, եթե ցանկիտ մեջ գա փամը, որ տուն հուսահատած ես, հանցնված ես, գսես որ չլար, վերջացավ, հույս չգա, մերած իրազներ, մերած հույսեր, գսես չլար, անգարելի է։ Այո, գրնալը մարդկային որ անգարելի է, բայց ազուկով անգարելի բան չգա։ Հիշե քո աղոթքդ մեծ ազդեցություն ունի։ Մեկ անցին աղոթքը Եղիա մեզպես գրքերու դեր անցեր, բայց աղոթք գրավ ինքը փածվեցավ, ինքը խոցվեցավ, իր աղոթքը մեկ անցիմը, քո աղոթքդ, որև նույն հոգին քո մեջդ կփանագի։ Ամոր մեր մեջն աշխարհն ավելի մեծ է։ Հզոր Աստծո հոգին քո մեջդ է։ Այդ հոգիով եկուր աղոթե։ Եկուր մարգարեական խոսքեր խոսիր քո դժվարություններից վրան, չորցած ոսկորներից վրան։ Այդ ոսկորները գրնան ենթանալ, որև դերը գենթանության Աստված է։ Եհովա ճշմարիտ Աստվածն է, կգենթանացնե, եւ չկա մեկը որ արկել կրնա գենալ։ Քո աղոթքդ մեծ աստեցություն ունի, դերը այսպես որոշած է։ Հիսուսի անունով, եթե քո ցանկիտ մեջ կան թիվային աստեցություններ, եթե քո ցանկիտ մեջ կան թիվային հարցակումներ, որ ցանկիտ մեջ դժվարություններ հարաճ կբերեն, Հիսուսի անունով այսօր եկուր մերժե, սա կմերժեն Հիսուսի անունով։ Եվ գարցակենք դերոջ օրհնությունները քո ցանկիտ մեջ։ Գարցակենք թող դերոջմեն երկնքեն ուղվի իր սրտի մեջ եղած օրհնությունները քեզի համար։ Այդ օրհնությունները որ դերը քո հայրդ քեզի համար պատրաստած է։ Եթե չես տեսնել, սա չնշանակեր որ դերը չի ղրգեց։ Սպասե, աղոթքով սպասե, հույսով սպասե, թող սերդ, հավատքը թող չի բացի ասընթացքին Հիսուսի անունով, ով դեր այսօր գաղութենք անհադապար եւ հավաքապար։ Թող օրհնություններդ հոս դեղան, բոլոր քույրերուս եղբայրներուս վրան, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա։ Մենք քեզնով քաչելերված ենք ով դեր։ Չենք ուզեր նայ թիվային զորություններուն, չենք ուզեր նայ բարականերուն, չենք ուզեր նայ մեր սկացություններուն, չենք ուզեր նայ իրավիճակին, բայց կուզենք նայ այս բոլորեն վեր եղող գենթանի Աստծուին, հալելույա, Հորը Որդին եւ Սուրբ Հոգին, հալելույա։ Ով դեր տուն հզոր ես։ Շնորհակալ ենք Տեր քեզ մե, շնորհակալ ենք քեզ մե։ Հիսուսի անունով աղոթեցինք։ Ամեն, ամեն։